Այսօր մեկ գնդակով երկու նապաստակ ենք սպանելու։ Չմտածեք, որսի չենք գնալու։ Բարի օր։ Այսօր նույն մթերքներով պատրաստելու ենք երկու ճաշատեսակ։ Պատրաստելու ենք ռուլետ եւ նրա եփաջիով ապուր ենք պատրաստելու։ Սկսենք ինչից սկսենք։ Սկսենք սնկից, հարկավոր է այն կաթի մեջ խաշել։ Ահա կաթը։ Փոքրիկ կաթսան դնում ենք կրակին եւ տաքացնում կաթը։ Մինչ այն կտաքանը կկտրատենք սունկը։ Որպեսզի սունկը լավ երևա ռուլետի մեջ, առաջարկում եմ մանր չկտրատել այն։ Այս չափի սունկը մոտ 6 մասի կբաժանենք։ Կաթը արդեն եռած, լցնում ենք վրան եւ նրանց հանգիստ թողնում, թող զրուցեն։ Այդ ընթացքում հարկավոր է տապակել գազարը եւ նեխուրը։ Մի քանի կաթիլ լուսայող եւ սկսենք նեխուրից։ Մանր կտրատում ենք։ Գազարն էլ մանր կտրատում եւ ուղարկում ենք նեխուրի մոտ։ Տեսեք, կաթի փրփուրը բարձրանում եւ կարող է թափվել։ Այստեղ մի հնարք դնում ենք փայտի գդալը, փրփուրը հենց հասավ փայտի գդալին, կիչնի եւ չի թափվի գազօջախին։ Որպես փախնում գազար։ Սրանք թող տապակվեն, նա էլ թող խաշվի, իսկ մենք աղանք միսը։ Այս ռուլետի մեջ օգտագործում ենք տավարի փափկամիս։ Հարմար կտորներ կտրատենք, որպեսզի հեշտ աղանք։ Եվ իհարկե աղանք սիրելի ամանի մեջ։ Միսը աղալու ենք երկու անգամ, երկրորդ անգամ կաղանք սոխի հետ։ Շմոռանանք գազարի եւ նեխուրի մասին, կաթը նորմալ է պահում իրեն։ Կաթը այնքան պետք է եփվի, որ գոլոշի անի։ Կմնա միայն սունկը ներծծված կաթով։ Սա դրեցինք թող շարունակվի եփը։
գազերը և նեխուրը տապակվում են, թող տապակվեն, դեռ տեղ կա։ Իսկ մենք երկրորդ անգամ աղանք միսը արդեն սոխով։ Այսպես կսկսենք աղալ, մեկու մեջ սոխ կուղարկենք։ Գազերն ու նեխուրն էլ արդեն պատրաստ են, լցնում ենք սիրիալի մեջ։ Իսկ սունկը դեռ պետք է եփվի։ Այս ռուլետի մեջ նաև օգտագործել ենք խոզապուխտ և սխտոր։ Խոզապուխտը հանենք սառնարանից, մանր կտրատենք, ավելացնենք, թթվասերել է պետք։ Սել թող մնա։ Խոզապուխտը շատ հետաքրքիր համ կտա մեր ռուլետին և ան եփվելուց հետո պահպանում է իր գույնը, տեսանել էլ շատ հետաքրքիր է։ Փաստորեն պատկերացրեք խոզապուխտ իր համով, սխտորը, 3 փոքր կամ 2 մեծ պճեղ սխտոր, ճզմում և մանր կտրատում ենք։ Սունկը կարծում եմ, ահա, տեսեք, ամբողջովին կաթը գոլոշիացավ։ Հենց այսպիսի սունկը մեզ պետք էր այս ռուլետը պատրաստելու համար։ Սա էլ արեցինք։ Հիմա կպատրաստենք ռուլետի համար սոսին, որպեսզի բաղադրիչները իրար կպցնի։ Վերցնում ենք հարմար աման, ձվի սպիտակուցները կօգտագործենք սոսին պատրաստելու համար, իսկ դեղնուցները արդեն ապուրի մեջ։ Հարում ենք լավ։ Հենց փրփուր կապեց, ավելացնում ենք թթվասերը։ Դու կարող ես կողք մնալ։
Մենք հարկավոր է եռացրած ջուր թեյնիկը միացնենք, թող եռա ջուրը։ Սպիտակուցին և թթվասերին ավելացնում ենք մոտ 2 ճաշի գթալ ալյուր։ Լավ հարում ենք, գնդերը վերացնելուց հետո լցնում ընդհանուր խճղակի վրա և կարելի է արդեն համեմել։ Վերցնում ենք լայն տակով տապակ, որի մեջ ռուլետը խաշելու ենք։ Հենց այստեղ լցնենք եռացրած ջուրը։ Թող եռա։ Իսկ մենք համեմենք և լավ խառնենք համեմունքներից։ Պղպեղներ, աղ, օգտագործում ենք կարմիր քաղցր և սև կծու պղպեղ։ Եվ շատ լավ խառնենք, որպեսզի բաղադրիչները հավասար տարածվեն։ Կաթսայի մեջ եռացող ջրին ավելացնում ենք բահար, հատիկ սև պղպեղ, դափնու տերև, կիտրոնի հյութ, կես կիտրոնի հյութը բավական է։ Շատ քիչ շաքարավազ, աղ, և լավ խառնում ենք։ Սա կարելի է ծածկել։ Թրջում ենք այն։
լավ քամում։ Այս թանզիֆի մեջ էլ ձևավորելու ենք մեր ռուլետը։ Խճողակը լցնում, փաթաթում, կապ կպում ենք։ Այսպես։ Այսքան խճողակը կարծում եմ 2 ռուլետ կարելի է փաթաթել։ Ձեռքերը թրջենք, ոչ կպչի և ձևավորենք։ Թանզիվը առաջարկում եմ 4 տակ ծալել։ Հենց նրա օգնությամբ ձևավորում ենք ռուլետը կամ երշիկով, ինչպես ուզում է թող անվանի։ Շատ քիփ փաթաթում այն։ Որից հետո բամբակեթելով կապ կպելու ենք։ Տեսեք, թե ինչպես ենք կապ կպում, այսպես օղակ ենք ձևավորում, մտցնում ենք տակով և ձգում։ Դափնու բույրը ուժեղացավ, ժամանակն է այն հանել, երկար որ թողնենք, այն այդքան է դուրեկան չի լինի։ Սա մեկ, սա էլ երկրորդ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես դափնու տերորդ, ինչ ես անելու։ Ձևավորում ենք ռուլետները և սուզում եռացող համեմված ջրի մեջ։ Ռուլետները սուզում ենք, կարող ես դու երշիկ ասել, կարող ես ասել ռուլետ, ով ինչպես որ կուզե, ռուլեր ենք այլ, փաթաթել ենք և ավելացնում ենք եռացրած ջուր, որպեսզի ծածկվեն նրանք։ Հասնում ենք եռման աստիճանի և մարմանդ կրակի վրա թողնում ենք 45-ից 50 րոպե։ Կառաջանա արգանակ, որի հիմքի վրա էլ հենց կպատրաստենք ապուրը, իսկ ռուլետը կսառացնենք և կկտրատենք։ Այդպես։ Ռուլետները դրել ենք սառնանը, որպեսզի սառչի, սառչելուց հետո միայն կարելի է այն կտրատել, իսկ արգանակը քամել ենք, հենց այս արգանակով էլ կպատրաստենք ապուր։ Կաթսան այլ է արդեն դնել կրակին, մի քանի կաթիլ բուսայով ենք անում, մինչ այն տաքանա մանր կտրատում ենք սոխը։ Ապուրը պատրաստելուց հետո ռուլետի հետ միասին կմատուցենք։ Սոխին հաջորդում է կծու չիլի պղպեղը, հեռացնում ենք պտղակոթը, սերմերը, մանր կտրատում և լցնում ենք սոխի վրա։
Կաթսայի մեջ ավելացնում ենք նաև մանր կտրատած գազարը։ Լցնում ենք արգանակը։ Մի բուռ բրինձ։ Այս ապուրի մեջ օգտագործում ենք կլոր բրինձ։ Ծածկում ենք և թողնում ենք բրինձը եփվի, որից հետո վրան ավելացնելու ենք հարած դեղնոցը կիտրոնի հյութով։ Այն սրա մեջ երկու ձվի դեղնոց առանձնացրել ենք, չէ՞, և կիտրոնի հյութ։ Բրինձը արդեն պատրաստ է։ Հենց այս պահին կրակը անջատում ենք, ապուրը խառնելով, վրան ավելացնում ենք սոուսը, կիտրոնով և ձվի դեղնուցով պատրաստված։ Վերջ, ապուրը պատրաստ է, կարելի է մատուցել մաղադանոսի տերևներով։ Խոզապուխտով ռուլետ։ 6 մասի կտրատած սունկը կաթի մեջ խաշել, մանր կտրատած նեխուրի ցողունն ու գազարը բուսայողով տապակել, միսը 2 անգամ աղալ, երկրորդ անգամ սոխի հետ, մսի զանգվածին ավելացնել նեխուրն ու գազարը, կտրատած խոզապուխտ, սխտոր, կաթն իր մեջ քաշած սունկը լցնել, ձվերի առանձնացրած սպիտակուցները հարել, թթվասեր, ալյուր ավելացնել, կրկին հարել, լցնել խճողակի վրա։ Խճողակը համեմել պղպեղներով, աղով, լավ խառնել։ Կաթսայի մեջ ջուր տաքացնել, մի քանի հատիկ բահար, սև պղպեղ, դափնու 1-2 տերև, կես կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ անել։ 4 տաք ծալված թանձիվը թրջել, մզել, վրան խճողակ դնել, գլանի ձև տալ, փաթաթել թանձիվով, ապա բամբակե թելով կապկպել երշիկի նման։ Դափնու տերևը հեռացնել, ռուլետները գցել կաթսայի մեջ, խաշել 45-50 րոպե։ Ապուրը պատրաստելու համար մանր կտրատած սոխը բուսայողով տապակել, ավելացնել կտրատած չիլի պղպեղը, գազարը, լցնել արգանակը, բրինձ ավելացնել, եփել մինչև բրինձը պատրաստ լինի, ապա կրակն անջատել։ Ապուրի մեջ դեղնուցների և կիտրոնի հյութ լցնել, խառնել, մատուցելիս զարդարել մաղադանոսի տերևով։ Տասնյակ շատ լավ ստացվեց, նույն մթայիկներով, իրար հաջորդելով ստացանք 2 ճաշ, այսինքն 1 ապուր և կարելի ասել երշիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։